Բարի լույս ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ինչ ասեմ, ուրեմն ես դեռ 8 ամիս առաջ, եթե հիշում եք, իմ էջում մի որ ասեմ մի 20 անգամ խնդրել եմ, ասել եմ, պարոն վարչապետ, եթե կա տենց հնարավորություն, դատախազությանն եմ դիմել, Սամվել Կարապետյանին ասել եմ, էլի այ մարդ, ազատ արձակեցեք, իմաստ չունի, էլի ասենք, ած պատվալում պահել այդ մարդուն, հանցագործ չի, բան չի, ես պարզ ոնց կա ասել եմ, էլի, Հիմա ժողովուրդ ջան, ինչի համար եմ ասել եմ, բաց թողեք այ մարդ, այդ մարդը եթե քաղաքականություն ա մտնում, այդ մարդուն լսենք տենանք ինչ ա ասում։ Ժողովուրդ ջան, հիմա լսում եք, չէ՞։ Հիմա ես լսում եմ օրինակ Սամվել Կարապետյանին, թող ինքը ինձ շատ ների, բայց Սամվել ջան, քաղաքականությունը դա ես կարծում եմ քոնը չի, սկինես մոտիկ էլ չի։ Սամո ջան, դու շշկրված ես, ախպեր, շշկրված ես, դու չգիտես ինչ խոսաս։ Դու ասենք ազատ ես, քո տանը, դու կարաս ասենք բանան ես, լավ, քեզ օգնական բան կա ոչ, իրականում եմ ասում, ինչ որ մի օգնական, մի բան կա ոչ, որ հասկանան դու ինչ պետք է խոսաս, թեկուզ գրառում անես, թեկուզ կարդաս, հասկանում ես, դաստուգվի էդ ինչ ասելու ես, կարդաս, Սամո ջան, դե օրեգան մի նենց Հավայի բան ես ասում, ախպեր, դա տենց քաղաքականություն, ով կվարի, հասկանում ենք, որ ժողովրդի մի մաս կա, որ ասենք ժամանակին մի 100-200 հազար մարդ իշխանության են եղել, զբաղված են եղել թալանով, բան, նրանք սրանց նորեկացներին, ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չեն, որովհետև ոչ գողություն, բան չի ներվում, բռնվում են, հասկանում ենք, որ այդ մարդիկ հիմա այսօր ցանկացած գնով կկանգնեն, ցանկացած ընդդիմադիրի կողքը, հասկանում ես, մենք լրիվ հասկանում ենք, բայց Սամվել ջան, դու ասում ես, մենք գալու ենք, մենք ուժեղ ենք լինելու, մենք սենց ենք լինելու, պատկերացրու, ասենք, ես արդեն մտածում եմ, որ նույնիսկ երևի Ծառուկյանը մի քիչ ավելի գրագետ ա խոսում, ախպեր, մի քիչ ավելի քաղաքականությունից կարող է Ծառուկյանը ավելի մոտիկ լինի, դու ընդհանրապես քաղաքականությունից շատ հեռու ես, ունես բաներ ես ասում մեկ-մեկ, որ հասկանում ես են ցանկացած հասարակ մարդն էլ, այդ քո տանը, որը տենց նստած, այդ մարդիկ, ես զգում եմ, ասենց աշկերնուն չռած մտածում են, թե ես ինչ ասում մեր Սամվելը, հասկանում ես, ես դա զգում եմ, ես մարդկանց տենում եմ, ես Սամվել ջան, պսիխոլոգ եմ, էլի, ճիշտ ասած, հասկանում ես, ես դա զգում եմ, որ մարդիկ սենց զարմացած, ուղղակի նայում են, լսում են քո խոսքերին ու մտածում են, ես ինչ ասում տենաս։ Դե այսքանը մեր Սամվելի մասով, ես թվում է, թե, չգիտեմ, ճիշտ կանի, ասենք, Սամվել Կարապետյանը, չխոսա, Նարեկն ավելի քաղաքական պատրաստ մարդ է, ես ճիշտնա ասեմ, նա քաղաքական, երևում է, նենց բանուն էլի Նարեկին, նենց քաղաքական, ինձ թվում է պատրաստ է, երիտասարդ է, հասկացող է, ասենք Սամվել Կարապետյանը, ես դե գիտեմ էլի, ես ինքը ինձանից մի 5-6 տարով է փոքր, ես իրանից դե շուտ եմ Ռուսաստան, ինքը որ եկել է, ես Միրա միջավայրը, ամեն ինչը, բոլորը գիտեմ, էլի, ինքը ուրիշ միջավայրում է մեծացե,
հասկանում ես, դա քաղաքականության Ռուսաստանում ոչ մի բիզնեսմեն Ռուսաստանում թույլ չեն տալի քաղաքականությանը մոտ կանա, իրական քաղաքականությանը, նկատի ունեմ այլ ազգիներին, ոչ մեկի թույլ չեն տալի, ընդե կամ եվրեյա կամ ռուսա, վերջ ուրիշ ազգ իրավունք չունի մոտ կանա, ավելի շուտ ռուս էլ չկա, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մյուսը, ես ասեմ, ես 46 տարի ապրում եմ Ռուսաստանում, ես ձեզ հստակ ասում եմ, հունիսի 8-ից հետո, այսօր Ռուսաստանը ինչ Հայաստանի համար վատ բաներ անում, չէ, դա միջև հունիսի 8-ն ա տևելու, հունիսի 8-ին միայն խոսելու են Սալավյովից բռնացրած, բա իրանց բարեկամ, հազարամյա բարեկամ Հայաստանից, Փաշինյանից էլ վատ բան չեն խոսալու, նույնիսկ ասելու են գազի գինը էժանացնում ենք, խոսքս հիշեք, մի զուտ նրա համար, որ իրանք դեռստեղ գոյություն ունենան Հայաստանում, հանկարծ Հայաստանը այլ բաներ չանի, այսօրվանից, արդեն հայ բիզնեսմենները իրանց ունեցած ապրանքը կարան արդեն Վրաստանով, Ախալքալակով, դեպի Թուրքիա, գնացքով, դեպի Եվրոպա, ամեն տեղ ուղարկեն, հասկանում եք, Են որ ասում են մեր իշխանությունը ինչ արել, մեր իշխանությունը մեր այս 38 տարվա մեջ, որ բոլոր իշխանությունները ձգտել են, որ բանից ազատվեն այդ ինչա մենք, բլոկադայից, արա մեր իշխանությունը լրիվ այս իշխանությունը, լրիվ այդ բլոկադայից ազատում է, Գագիկ Ծառուկյան, ցեմենտը տարարատի, քանի ձեռիցդ չեն դերցրել, կարաս արդեն Եվրոպա էլ ուղարկես, մենակ կարևորն է նա, որ դագավոր կարողանաս անես, ժողովուրդ ջան, մի կասկածեք, հանկարծ չվախենաք, թե ինչ-որ Ռուսաստանը ինչ-որ բաներ, ոչ, սա բիզնեսմեններին հրամանատված մի քիչ ճնշեն միջև հունիսի 8-ը, հունիսի 8-ից ծաղիկն էլա գնալու, էմինն էլա գնալու, Հայաստանը ինչ քաք արտադրի, սրանք վերցնելու են, ես ձեզ պարզ ասում եմ, ինչ քաք, ու են ամենաստից կոնյակը, ամենաստից գինին էլ ամեն ինչներ վերցնելու են, 100% եմ ասում, մի վախեք, սա ընտրությունները, նրանք էլ իրանց շահն են հետապնդում, միգուցե ստացվի էլի իրանց մարդիկ նստեն, իրանց համար ավելի հեշտ լինի, և վերջ, չկա, գնում ենք, ընտրում ենք 16-ին, Նիկոլ Փաշինյանին, ուրիշ ոչ մեկի, Նիկոլ Փաշինյանին այսօրվա դրությամբ այս երկիրը, որ ինքը սարքել է, այլ ընտրանք չունի, որ նայում եմ այս երեքին, Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի այլ ընտրանքը Հայաստանում, այսօր կարա լինի մենակ Արզականցյանը, և վերջ, մի երեկո ժողովուրդ ջան, այս անդեր կապը չկա, նոր մի քիչ միացել է, շուշուտ մտա, մի երեկո